Թրամփի ուղի հանուն միջազգային հաղորդության եւ բարգավաճման նախագիծը։ Պարոն Ղևոնդյան, վարչապետը արդեն երկրորդ անգամ հայտարարեց, որ 2026 թվականի երկրորդ կեսից արդեն կսկսվեն TRIP-ի շինարարական աշխատանքները, մինչ այդ ընթացակարգեր կան, որ պիտի իրականացվեն, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների, այդպես էլ ենթադրում եմ Ադրբեջանի համաձայնությամբ, բայց ինչպես հասկանալ այս հայտարարությունները, նաև 2026 թվականի երկրորդ կեսին շինարարական աշխատանքները սկսելը կարող է ենթադրել, որ դա ուղիղ կապ ունի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների եւ դրա արդյունքների հետ։ Այստեղ 3 տրամաբանություն կա եւ 3-ն էլ էականորեն ազդում են այդ ժամկետի որոշման վրա։ Առաջին տրամաբանության մասին դուք ասացիք, այո, իսկապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կարող են ազդեցություն ունենալ TRIP-ի իրականացման վրա, առաջին հերթին այն պատճառով, որ եթե հանկարծ նոր իշխանություն ձևավորվի, ինչի հավանականությունը քիչ է, այնուամենայնիվ կա այդ հավանականությունը, ապա կարող է տրամաբանություն փոխվել։ Առաջին հերթին, եթե ռուսամետները կան իշխանության, մեծ է հավանականությունը, որ նրանք կչեղարկեն այս գործընթացը։ Բայց այստեղ կա նաև նույն տրամաբանության մեջ այլ խնդիր, եւ այդ խնդիրը կապված է նրա հետ, որ Հայաստանի ներքաղաքական դաշտը զբաղված է լինելու նախընտրական գործընթացներով, ինչը ֆիզիկապես շատ քիչ ժամանակ է թողնելու կոնկրետ աշխատանքներ իրականացնելու համար։ Երկրորդ տրամաբանությունը այն է, սա առաջինն է, որ կապված է նախընտրական ժամանակաշրջանի հետ։ Երկրորդ տրամաբանությունը այն է, որ ինչպես վարչապետը նշեց, անհրաժեշտ է որոշակի իրավական բազա ձևավորել, որից հետո նոր հնարավոր կլինի արդեն որոշել, թե ով է աշխատանքը իրականացնելու, որտեղ է այդ աշխատանքը իրականացնելու, ում է կամ ինչպես է աշխատանքները պատվիրակելու եւ այլն։ Եվ երրորդ տրամաբանությունը կա, երրորդ տրամաբանությունն էլ վերաբերում է նրան, որ այդ երկաթուղին կառուցելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկաթուղի հասնի մեր սահմանին, իսկ այդ երկաթուղին մեր սահմանին կարող է հասնել բնականաբար միայն Ադրբեջանի կողմից կամ Նախիջևանի կամ բուն Ադրբեջանի կողմից, իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ կհասնի Հայաստանի սահմանին 2026 թվականի ամռանը։ Սա արդեն ֆիզիկական չափումն է, այսինքն պետք է կան հասնեն, որպեսզի մենք շարունակենք այդ գնացքի գծերը կառուցել։ Ես մի փոքր պարզաբանման համար նշեմ, որ գնացքի գծերը սովորաբար կառուցում են, շատ հեշտ է կառուցել եւ այսօր կարծես թե աշխարհում որևէ մեկ այլ կերպ չի էլ կառուցում, հենց գնացքի գծով եկող այդ գծեր դնող հատուկ վագոնի միջոցով կամ չգիտեմ էլեկտրակարշի միջոցով, ինչի համար պարզ է, որ անհրաժեշտ է, որպեսզի գնացքի գիծը գահասնի այդ կառուցելու հատվածին։ Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը այստեղ կարող է որևէ կերպ խոչընդոտել այս գործընթացներին։ Այսօր վարչապետն է այդ մասին խոսեց, որ բնականաբար այն տարածքներով, որտեղ պիտի անցնի երկաթուղի, պիտի սահմանազատված եւ սահմանագծված լինեն։ Հիմա այդ տրամաբանությունը կարող է լինել այնպես, որ սահմանազատվի եւ սահմանագծվի, ապա այդ շինարարական աշխատանքները ընթանա, թե պիտի հետո նաեւ հավելյալ նստել եւ սպասել, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները հասնեն տվյալ վայրին։ Իսկապես սահմանազատում եւ սահմանագծում անհրաժեշտ է, որպեսզի հասկանալի լինի, թե մինչեւ որտեղ է Ադրբեջանը կառուցում եւ որտեղից է Հայաստանը վերջում սկսում կառուցել կամ այն ընկերությունը, ում որ կպատվիրակվի այդ աշխատանքը, բայց ժամանակը բավարար է, ես կարծում եմ, որ եթե կա հստակ որոշում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում, որ 2026 թվականի երկրորդ կեսին սկսվելու են այդ աշխատանքները, ապա Հայաստանը եւ Ադրբեջանը սահմանազատման, սահմանագծման աշխատանքները կավարտեն մինչ այդ, իսկ այն, որ նման որոշում կա, դրա օգտին է խոսում այն, որ Ադրբեջանը կառուցում է հենց այս պահին իր երկաթգիծը եւ հայտարարում է, ինչպես ասացի, որ 2026 թվականի ամռանը կհասնի Հայաստանի սահմանին։ Եթե Ադրբեջանը դա կառուցում է եւ ցանկանում է այդ ժամանակ հասնել Հայաստանի սահմանին, ես կարծում եմ, որ տրամաբանական է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է, որ դրանից հետո շարունակություն լինի, իսկ եթե ցանկանում է, ապա նրանք չեն խոչընդոտի գոնե հատվածական, ինչպես ասաց Փաշինյանը, գոնե հատվածական սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել, որպեսզի հետագայում դրա պատճառով աշխատանքները չկանգնեն։ Պարոն Ղևոնդյան, դուք ձեր խոսքում նաև նշեցիք, որ եթե ռուսամետ ուժերը կան, ըստ էության չեղարկելու են այս ամբողջ գործընթացը եւ ըստ էության կանգ է առնելու գործընթացը։ Իսկ ինչ է լինելու, այսինքն այն նոյեմբերի 9-ի մասին խոսակցությունները, որը մեռելածին փաստաթուղթ է բնականաբար, բայց ինչ կարող է լինել, այսինքն հնարավոր է վերադարձ նոյեմբերի 9-ին կամ ինչի մասին են այդ խոսակցությունները եւ արդյոք Ադրբեջանին նաև պետք է որ գործընթացը կանգ առնի։ Նոյեմբերի 9-ը այդ դեպքում ընդհանրապես կլինի շղարշ կամ հնարավորություն այն բանի, որ ռուսամետ ուժերը բերեն ռուսական հատուկ ծառայության ներկայացուցիչներին եւ շարեն
մեղրիում կամ այն հատվածում, որը կորոշեն, որ արտատարածքային տրամաբանություն է ունենալու, որովհետև ռուսամետ ուժերը իսկապես չեն հրաժարվել այդ ծրագրից։ Ադրբեջանը կարծես թե արդեն հրաժարվել է, բայց ռուսամետ ուժերը չեն հրաժարվել։ Առավել եւս որ Ռուսաստանը դեռևս հույսեր ունի, որ այդ ծրագիրը իրականություն կարող է դառնալ, եթե օրինակ Ադրբեջանում կամ Հայաստանում իշխանություն փոխվի կամ Միացյալ Նահանգներում ինչ-որ բան տեղի ունենա, կամ տրիպը ձախողվի կամ նման մի բան, այս դեպքում իհարկե մենք կունենանք օգոստոսի 8-ի համաձայնությունների չեղարկում, բայց մյուս կողմից կունենանք նաև նմանատիպ ճանապարհ, որը արդեն ոչ թե կունենա այն բնորոշումները, որոնց մասին Փաշինյանը խոսեց, այլ կունենա հստակ արտատարածքային տրամաբանություն։ Իսկ Ադրբեջանում որ սցենարն է ավելի, չասեմ շահավետ, բնականաբար Հայաստանի կողմից խոսվում է այս սցենարների մասին։ Ադրբեջանը որ սցենարին է ավելի կողմնակից, այսինքն Ադրբեջանին պետք է այսպես ռուսամետ իշխանություն Հայաստանում եւ ինչպես ինքն է երբեմն նաեւ անվանում ռևանշիստներ, թե հակառակը պետք է գնալ այս խաղաղության օրակարգով։ Ես կարծում եմ Ադրբեջանը այս պահին գոնե չի ցանկանա ռևանշիստական իշխանություն տեսնել Հայաստանում, եւ վերջին տեղում չէ այն պատճառը, որ այդ ռևանշիզմը կարող է նաեւ խնդիրներ ձևավորել Ադրբեջանի համար հետագայում, բայց առաջին տեղում է այն պատճառը, որ Ադրբեջանը ինքը մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազման հետ կապված որոշակի առաջանցիկ գործողություններ է իրականացրել, մենք կարող ենք հիշել Ադրբեջան-Ռուսաստան լարվածությունները վերջին, մենք կարող ենք տեսնել, թե Ադրբեջանը ինչպես է խրախուսում արևմուտքի ներմուծումը մեր տարածաշրջան եւ արևմուտքի հետ ծրագրերը իրականացնում, թե ինչպես է Չինաստանի հետ համագործակցային տարբեր ծրագրեր իրականացնում։ Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը վերադառնա տարածաշրջան, իհարկե սա ֆանտաստիկայի ժանրից է, բայց եթե հանկարծ այդ ֆանտաստիկան իրականություն դառնա տեսականորեն եւ Ռուսաստանը վերադառնա տարածաշրջան նույն ձևով, ինչպես նա կար տարածաշրջանում մինչեւ 2022 թվականին պատերազմը սկսելը, ապա Ադրբեջանը խնդիրներ է ունենալու թե Ռուսաստանի հետ, թե Հայաստանի հետ, եթե Հայաստան ռուսամետ իշխանություն լինի, ինչը չի նշանակում, որ Հայաստանի շահերը այստեղ իրացվելու են, բայց նշանակում է, որ Ադրբեջանի շահերը եւս չեն իրացվելու եւ ստացվում է, որ այս հարցում Ադրբեջանը եւ Հայաստանը ունեն որոշակիորեն համադրվող շահեր։ Եվ ինչի մասին էր նաև պարոն Ղևոնդյան Բայրամովի վերջին հարցազրույցը, դրա նպատակները, որն էին հատկապես այնտեղ նշում էր, որ բանակցությունները, այսինքն կրկին պատերազմի մեջ մեղադրում էր հայկական կողմին, ասում էր, որ հայկական կողմն է հրաժարվել բանակցություններից եւ կամ բանակցային այն փաթեթներից, այն առաջարկներից, որ առաջարկվել եւ անգամ խոսում էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, եթե այդ տարբերակին ես գնամ, ինձ կսպանեն Հայաստանում եւ այսպես շարունակ, ինչ նպատակ ուներ այս հարցազրույցը եւ ինչու հիմա որոշվեց այդ մասին խոսել, մանավանդ որ նույն օրերին հարցազրույցներով հանդես եկան երկրորդ, երրորդ նախագահները եւ նույն թեզերն էին պնդում, որ էլի Հայաստանը հայկական կողմն է հրահրել, սադրել 44-օրյա պատերազմ։ Հիմքը տարբեր էր, ես նշեմ, որ Հայաստանի ներսում արմատական ընդդիմադիրների ղեկավարների պնդումը կապված է նրա հետ, թե Հայաստանի իշխանությունները կամ ոչ կոմպետենտ էին կամ ինչ-որ տեղից ներդրված էին, իսկ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը հիմնվում էր այն փաստի վրա, որ Հայաստանի վարչապետը վախեցել է դրա համար չի գնացել համաձայնությունների եւ այդ պատճառով է պատերազմ սկսվել, ընդ որում, այո, հանձնելուց վախեցել է, ընդ որում ես հակված չեմ հավատալ ոչ մեկին եւ ոչ էլ մյուսին, իրականում այստեղ բազմաթիվ հակասություններ կան, օրինակ հակասություն կա Բայրամովի այն խոսքի եւ Հայաստանի նախագահների այն խոսքերի միջեւ, թե Հայաստանի վարչապետը ցանկացել է տարածքներ հանձնել, տեսեք, ընդհակառակը Բայրամովը ասում է, որ Հայաստանի վարչապետը հրաժարվել է տարածքներ հանձնել, բայց եկեք այդպես հալած յուղի տեղ չընդունենք ոչ մեկի ասածը, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարը ունի շահեր, որի համաձայն կարող է մանիպուլացնել Հայաստանի ղեկավարի խոսքը, ակնհայտ է, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ ունեն շահեր, որոնց համատեքստում բազմաթիվ անգամներ մանիպուլացրել են եւ նորից հիմա էլ կարող են մանիպուլացնել Հայաստանի վարչապետի գործողությունները կամ դրանց պատճառահետևանքային կապերը, այնպես որ թե որն է իրականությունը, հավանաբար հնարավոր կլինի իմանալ որոշ ժամանակ անց միայն։ Ես ճիշտ հասկացա, որ նկատի ունեիք հակասությունները այն, որ հանրապետականները ասում էին վարչապետը եկել է հողերը հանձնելու, հիմա Բայրամովը հակառակ պնդումն է անում, դուք դրա մասին եք խոսում։ Փաստացի այո, ստացվում է, որ ոչ միայն հանրապետականները, այլ նաեւ Քոչարյանը
Հայաստանի կողմնակիցները խոսում էին այն մասին, թե Հայաստանի վարչապետը հողեր է հանձնել կամ եկել է հողերը հանձնելու, իսկ Բայրամովը խոսում է այն մասին, որ ընդհակառակը Հայաստանի վարչապետը իրենց ասել է, որ հողեր չի հանձնի, թե ինչու չի հանձնի, դա արդեն հարցի այլ կողմն է, բայց փաստացի Փաշինյանը ըստ Բայրամովի ասել է, որ հողեր չի հանձնի։ Իհարկե նորից նշեմ, որ ոչ մեկ եւ ոչ էլ մյուս դեպքում ես հակված չեմ այդպես 100%-ով հավատալ նրան, ինչ նրանք հայտարարում են։ Բայց այս հայտարարությունները, պարոն Ղևոնդյան, եթե նկատել եք, հաճախ հայ իրականությունում եւ լրատվամիջոցներում տեղ են գտնում եւ այսպես հայկական կողմին մի կողմ թողած ավելի շատ սկսում են վերլուծել, քննարկել Բայրամովի ելույթները, Ադրբեջանի նախագահի ելույթները հիմա հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ։ Սա արդյոք վտանգավոր չէ, երբ որ օրինակ նույն հարցի մասին կարող է խոսել Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանում Իլհամ Ալիևը, այստեղ հղում անեն Իլհամ Ալիևին։ Տեսեք, մենք խոսեցինք այն մասին, որ եթե ռուսամետ իշխանություն գա, նա ակնհայտորեն արտատարածքային միջանցք է տրամադրելու Սյունիքի մարզով, ընդ որում ռուսական վերահսկողությամբ։ Այսինքն դուք խոսում եք հիբրիդային պատերազմի մեջ, պատերազմի ընթացքում վտանգների մասին, բայց այս տրամաբանության մեջ այդ մարդիկ հիբրիդային պատերազմում հստակ դիրք են ընդունել, նրանք հիբրիդային պատերազմում Հայաստանի դեմ են, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում ունենալ ռուսական վերահսկողությամբ արտատարածքային միջանցք, բայց այս մարդիկ ցանկանում են գալ եւ այդ միջանցքը տրամադրել։ Եվ ելնելով այս հիմքից, այո, իհարկե դա Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր է, բայց այս մարդիկ դա իրականացնում են, որովհետև նրանք այս պատերազմում, այս հիբրիդային պատերազմում Հայաստանի Հանրապետության կողմից չեն, նրանք Հայաստանի Հանրապետության դեմ են, եւ դրա համար էլ նրանք անում են այն, ինչի մասին դուք նշեցիք։ Եվ ինչ նպատակներ ուներ նաև Քոչարյանի Սարգսյանի այս հարցազրույցները նախընտրական տրամաբանության մեջ նկատի ունեմ։ Եթե մի կողմ թողնենք այդ մեղադրանքները, որ Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչու մեղավոր, հայկական կողմը հրահրեց, սադրեց պատերազմ, ամեն ինչ արեց, որ խաղապահները Ղարաբաղից դուրս գան եւ ունեցանք այն պատկերը, ինչ ունեցանք։ Հիմա եթե այս հարցերին կուզենաք մեկնաբանել, թե չէ, չգիտեմ, բայց ամեն դեպքում այդ հարցազրույցները էլ ինչ նպատակներ ունեին ներքաղաքական եւ այդ խորհրդարանական ընտրությունների տրամաբանության մեջ։ Ես նշեմ, որ նպատակները տարբեր էին, նպատակներից մեկի մասին դուք ասացիք թերթական անգամ հարվածել Հայաստանի իշխանություններին, բայց գլխավոր նպատակը այլ էր իմ գնահատմամբ, այս քաղաքական ուժերը իրենց ղեկավարներով հանդերձ ցանկանում են հավակնել խորհրդարանական ընտրությունների արդյունքում գլխավոր ընդդիմադիրը լինելու տեղին, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ Ռուսաստանի աջակցությունը։ Ռուսաստանի աջակցությունը այս պահին Հայաստանում ունի մեկ քաղաքական ուժ, դա Սամվել Կարապետյանի կողմից հայտարարված եւ նրա այդ բարեկամի կողմից առաջնորդվող քաղաքական ուժն է, որը փաստացի մարդկային ռեսուրս ունի, փորձագետների, լրագրողների, լրատվականների եւ այլն, լրատվական ներկայացուցիչների եւ այլն ռեսուրս ունի եւ պետք է որևէ մի քաղաքական ուժի բազայի հիմքով իրենք գնան ընտրությունների, որպեսզի երկրորդ տեղը փորձեն վերցնել։ Եվ ահա երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը պայքարում են հենց այդ քաղաքական ուժը դառնալու համար, որպեսզի ընտրությունը կանգ առնի իրենց վրա։ Ընդ որում ես կարծում եմ այստեղ Սամվել Կարապետյանի ընտրության մասին չէ խոսքը Սամվել Կարապետյանի Ռուսաստանից ուղարկողների ընտրության մասին է, փաստացի Ռուսաստանի ընտրության մասին է, թե ում խորհուրդ կտան կամ ում կառաջարկեն կամ գուցե կհրամանեն, ես չգիտեմ ինչպես են փոխհարաբերությունները, ում հետ Սամվել Կարապետյանը գնա ընտրությունների, ինչպես ասացի, ինչ որ մեկի հետ գնալ նա ստիպված է, որովհետև այլ զանգված ուղղակի չկա Հայաստանի Հանրապետություն։ Պարոն Ղևոնդյան, ձեր խոսքից ես ճիշտ հասկացա, որ թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի լսարանները ճակերտավոր ասած հայ ժողովուրդը չեն եւ Հայաստանում չեն, այլ Հայաստանի սահմաններից դուրս են եւ լսարանը այդ շահառուները հարցազրույցների նաև դրսում են։ Լսարանը չէ, շահառուները այո, իսկապես նրանք խոսում էին նրա համար, որպեսզի կարողանան ավելի դուր գալ մեկը մյուսին մրցակցել, մեկը մյուսի հետ մրցակցել եւ կարողանալ ստանալ բարեհաճություն ռուսական կողմից, ինչպես ասացի, Սամվել Կարապետյանի ընտրությունը իրենց վրա կանգ առնելու համար, բայց ինչու լսարանը ոչ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում այնուամենայնիվ այն մարդիկ, ովքեր գնալու են եւ քվեարկելու են, այդ մարդիկ սպասում են ինչ որ բան իրենց ղեկավարներից եւ այստեղ փոխկապակցված է ընտրությունը թե Սերժ Սարգսյանի թե Ռոբերտ Քոչարյանի հետ Սամվել Կարապետյանի ուժը կգնա ընտրությունների, նրա հետ թե ով այդ լսարանը, այդ մարդիկ, այդ հատվածը, ովքեր գնալու են ընտրությունների, ում է ավելի շատ վստահում։ Այսինքն իրենք փորձում են եւ իրենց շահառուներին ցույց տալ, որ իրենք ավելի ռուսամետ են, քան մյուս կողմը, եւ ցույց տալ նորից իրենց շահառուներին, որ ունեն ավելի շատ վստահություն իրենց լսարանի մոտ, բնականաբար այդ վստահությունը պետք է ձեռք
բերել եւ կարողանալ ներկայացնել, քան մյուս կողմը Սերժ Սարգսյանը իր կողմից իր տեխնացուով ով Ստամենայի Դավիթ Համբարձումյանն է թեև վերջին իրադարձությունից ելնելով գուցե փոխվի Ռոբերտ Քոչարյանը իր կողմից գուցե անձամբ իր տեխնացիան Եվ արդյոք փորձեմ ամփոփել այդ դեպքում եթե թե Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը հավակնում են այսպես գրավել Կարապետյանի եւ ոչ Կարապետյանի այլ այդ դրսի ուժի ուշադրությունը ինչպես դուք ասացիք բայց երկուսն էլ հարցազրույցում տեսեք օրինակ Ռոբերտ Քոչարյանը ավելի վաղ ասում էր որ Կարապետյանները այդ փորձը չունեն իրենք նորելուկ են այսպես ասած քաղաքականության մեջ հիմա Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում Կարեն Կարապետյանների սլակները ուղղեց որոշակի մեղադրանքներ ինչպես է այս երկուսը հնարավոր որ մի կողմից այս մեղադրանքների ֆոնը կա մյուս կողմից հավակնում են համագործակցել Տեսեք գոյություն ունի պայքար ռեսուրսների համար ռեսուրսները անսահմանափակ չեն ռեսուրսները ունեն որոշակի խոսքը միայն ֆինանսների մասին չի լրատվական աջակցություն չգիտեմ մարդկանց միջոցով աջակցություն եւ այլն հեղինակության հետ կապված որոշակի աջակցություն ռեսուրսներ որոնք կարող են օգտագործվել տվյալ քաղաքական ուժին ավելի լավ ձևով ներկայացնելու մյուսների համեմատ ընդ որում նույն դաշտում մյուսների համեմատ պայքարում են դրա համար եւ այդ պայքարում գոյություն ունի ոչ միայն գլոբալ մրցակցություն ուժերի միջև գոյություն ունի նաև միկրոմակարդակում մրցակցություն կոնկրետ դերակատարների միջև տեսեք ես նշեցի որ Սերժ Սարգսյանի տեխնացուն ինչ վերջին իրադարձությունները Դավիթ Համբարձումյանն էր բայց կար նաև Կարեն Կարապետյանը եւ Կարեն Կարապետյանը ակնհայտորեն Սերժ Սարգսյանի տեխնացուն չէ բայց ենթադրվում է որ կարող էր լինել օրինակ Սամվել Կարապետյանի ընտրությունը որպես առաջին համար եւ այստեղ Սերժ Սարգսյանը ակնհայտորեն պետք է փորձի նվազեցնել Կարեն Կարապետյանի դերակատարումը կամ նրա հնարավորությունները որպեսզի իր տեխնացուի հնարավորությունները ավելի մեծ լինեն։ Սրանք քաղաքական տեխնոլոգիաներ են եւ ինչպես ասացի, սրանք օգտագործվում են միկրոմակարդակում, բայց գլխավոր նպատակը հենց այդ գլոբալ մակարդակում, մակրոմակարդակում մյուս ուժի նկատմամբ մրցակցային առավելություն ձեռք բերելն է։